Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի միտահավարում այսօր հյուրընկալել են Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Կարծեք թե ամենօրյա ռեժիմով այսպես ընտրակաշառքներ բացահայտելու մի հատ շքերթ է սկսվել եւ դա կապվում է ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ինչ եք կարծում, հնարավոր է սա արդեն այնպիսի բնույթ կրի, որ այս ուժին արգել են մասնակցել ընտրություններին եւ առհասարակ չպետք է ավելի խիստ պատիժ սահմանվի այս արարքի համար։ Առհասարակ, այո, կարող են եւ ուրեմն արգելել եւ վերջանա այս ամենը, այս խայտարակությունը, բայց երևի թե դրա կողքին հանրայնացման հարցն է, որ շատ է արվում, գուցե ավելի շատ արվի, եւ այդ դայնաներում ուրեմն բեռը գնա քաղաքացու վրա, որ կաշառակեր են, կաշառատու են, բայց կարծում եմ, որ այդ երկրորդ տարբերակը թույլ տարբերակ է, պետք է փակել ու վերջացնել, ընդհանրապես մեկը միշտ Հայաստանում շատ հարցեր պիտի վերջացնել, թե չէ վերջ չկա, բանի, ես մարդիկ էդ գիտեն, Ռուսաստանից գալիս են, գիտեն ռուբլին ինչ է, դոլարը ինչ է, և վերել են ինտերվենցիա են անում, հիմա սա մի պրոբլեմ ունի, իհարկե ենթադրվում է, որ այդ կաշառքներով ընտրակաշառքով դժվար իշխանություն փոխեն, բայց ուրիշ հարց կա, ներքին ինֆլացիան կա, չէ, դրամի արժեզրկումը կսկսի ահավոր չափերով, առանց այդտեղ մեր ժողովուրդն ու մեր տնտեսությունը դժվար են ապրում, նաև տնտեսությունը։ Իդեպ այսօր Զվարթնոցում քաղաքացու էին ձերբակալել, որը 65 միլիոն ռուբլի կանխիկ գումարով փորձել էր մուտք գործել Հայաստան։ Ուրեմն խստություններ են պետք, ավելի քան նախաստագություն, երկրորդն է խստություն։ Հիմա մեր իրավական համակարգը ենթադրենք 100%-ով լավ աշխատի։ Ի վիճակի է ինտերվենցիան կանգնեցնել, թե չէ, ես դրա պատասխանը չունեմ, բայց որ խիստ մտելն է, միտելն է, միանշանակ էլի։ Եվ վարակագիրի աղբյուրին են մի խոսք կան ժամանակին սլակավարներին, այս սլակավարներով չի հարց, այլ ով է ուրեմն են կազմակերպիչը, կազմակերպիչներն են Հայաստանը ողողել է իր այդ դիմանկարներով։ Գիտի ցարական Ռուսաստանն էլ է, ցարի նկարներ բանել է, ինչ ասեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեի այս ընտրակաշառքների վերաբերյալ տարածած հայտարարությունների ֆոնին Սամվել Կարապետյանը հանդես է գալիս մի շարք տարօրինակ անհեթեթ հայտարարություններով, մասնավորապես խոսել է 300,000 ադրբեջանցիների այստեղ վերաբնակեցնելու մասին, այս կեղծ նարատիվներն է տարածում, իդեպ այսօր վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ եւս հերքեց, ո՞րն է նպատակը այս կեղծ նարատիվները տարածելու։ Եռուն վիճակ առաջացնել։ Դուք հիշեք պատերազմից հետո Հայաստանն ու հայ ժողովուրդը հանգիստ չունեն, անընդհատ ֆորս մաժորային իրավիճակներ են։ Սա էլ դրանցից մեկն է։ Ինձ էլ են մեկ առավոտ կանուխ գալիս եմ աշխատանք եմ իջնում 300,000 ասում եմ դու ինչ գիտես, դե ասում են եւ տարածում են, դա նշանակում է, որ իրավիճակը սրվելու է, ընտրությունների նախօրյակն ավելի է սրվելու եւ երևի այնպիսի մթնոլորտ է առաջացվելու, որ հետո ասեն նորմալ ընտրություններ տեղի չեն ունեցել, հազար մի հարցեր, ինչի մասին մենք կարծեմ խոսել ենք հետընտրական զարգացումներ արտահայտությամբ, դրա համար տնային կալանք են տվել, տարեք իր խուցը, ինչ տնային, դղյակում ապրում է այդ կալանք է, հարցազրույց է տալիս, նամակներ է գրում, այնտեղ մի 100 հոգի էլ որոշում են այդ խելոք բանականությունն է, արհեստական բանականությունն է, գոշտ բանականությունն է, թե ինքը էլ բանուկոշ չունի ժողովուրդը կամ մենք որոշենք ինչ-ինչոց է, դրա համար պիտի շատ եմ ասել, երկրում իրավական համակարգը պիտի հստակ եւ չոր աշխատի, չոր։ Իդեպ նշեցիք, որ հարցազրույցներ է տալիս, 3 հեռուստատեսության ներկայացուցիչների հետ է հանդիպել եւ հայտարարություններից մեկը պետությունը կանգնելու է բիզնեսի կողքին։ Գիտեք, որ բիզնեսը հիմա պետության թշնամին է։ Բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր, բոլորի ընտանիքները քրեական հետապնդումների տակ են։ Ես ուզում եմ հասկանալ, այդ ո՞ր բիզնեսմենի ընտանիքն է քրեական հետապնդումների տակ եւ մի բան էլ հիշեցնեմ, հենց նույն Սամվել Կարապետյանը ասել էր, որ բիզնեսի համար հիմա բարենպաստ միջավայր է եւ գոնե չի խոչընդոտում նկատի ունենալու Այդ արտահայտություն եւ Պուտինը չէր ուղարկել հեղաշրջման համար, որպես հայ մարդ երևի գործարար ասել է նորմալ է, ինչը որ նորմալ է հիմա։ Իսկ հիմա հազարություն ունի, չէ, ես այս մարդկանց ափսոսում եմ եւ խղճում եմ։ Այս աչքի առաջ Ռուբեն Վարդանյանն է գումարները եւ Բաքուն։
չանից սպանելու են, չէ՞, իսկապես եմ ասում։ Դրա համար ամեն ինչ պետք է անի, որ երկրում առաջանա մի վիճակ, որ հաղթեն իբր թե, եթե չհաղթեցին, ուրեմն ասեն հետռնդական զարգացումները այսպիսին են։ Այսինքն Ռուսաստանի ստրատեգիան Հայաստանում չի փոխում, պետականության տապալումը, դա էլ անում են, իրենց ձեռքերով, ուժեղների։ Այս ուժեղներն էս իրենք հասկանում են ուժեղ փող բաժանել, էլի, ուժեղ կաշառք տալը եւ նման բաներ էլի։ Հիմա հարց կա, ես ինչ անեն, ես մարդ ուրիշ ինչ գիտի։ Առել տվել է միլիարդները շարել են, որևէ երկրում հնարավոր է դու ուրեմն քո կենսագրության 0-ից Forbes-ը գնես եւ սկսեն քեզ ռեկլամել, չէ՞։ Ուրեմն մեջը ուրիշ բաներ կան, մաֆիոզ բաներ կան, գողացած բաներ կան, գաղտնի ծառայությունների հովանավորություններ կան եւ այն ինչ որ այսօր Ռուսաստանն է, չէ՞։ Սա ռուսական կապիտալի մարդ է, հայերը նայում են, հայը ինչ կապ ունի որ հայ է։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն նախնդիր է կատարում եւ իշխանապողությունը նպատակ է։ Չեմ ասում ընտրություններ, որտեղ ընտրությունները ոնց է հաղթելու։ Դա հնարավոր բան չի։ Սրանց ոչ մեկը չի անցնել ընտրությունները, նկատի ունեցեք։ Եմանում է ամենազոր գումարը։ Իդեպ այս հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ընտրակաշառքների վերաբերյալ ձայնագրություններից մեկում կոչ է արվում, որ այլ երկրից քաղաքացիներ գան եւ ընտրությունների օրը այստեղ գազ տան։ Արդյոք ուժը հույսը կդնի այս տեսակ բաների վրա եւ դրսից տղաբերելու, ինչպես օրինակ Վլադիմիր Պուտինը խնդրում էր մեր վարչապետին, որպեսզի Սամվել Կարապետյանը մասնակցի։ Ուժեղ հետ են հասկանում, իրենք ուրիշ բան չգիտեն, հասկանում եք ոնց է։ Իրենք գիտեն, որ փողը պետք է տան եւ այն եւ սրանք արհամարած ունեն, ինչպես ասում են, Հայաստանի Հանրապետություն, նրա քաղաքացուն հայերին եւ այլն, իրենք խնդիր են լուծում եւ այդ խնդիրը ասեցի Պուտինի հանձնարարությունն է, թե չէ ես նայում եմ դեմքին էս ինչ վարչապետ, ինչ բանել, ինչ մասն է խոսքը, ես այդ տահաջորեն ամբողջ երկիրը լցրել իրան նկարներով, կարծես այս մարդիկ խելագարվում էին իրան նկարներին նայեն։ Տահաճություն է, որտեղ այդ զեղությունը կարող է փող լվանալ է, միլիոնավոր դոլարների լվանալ է։ Բոլոր դեպքերում այդ միջոցներից խստագունս առնվեն եւ պիտի ինքը տնային կալանքը տեղափոխվի, ինչ է նշանակում տնային կալանք, ես բրծան, բերման ենթարկեցին, գիշերը պահեցին, առավոտ բան տնային կալանք, իր համար կուտում խմում մնում էլ սանատորիա է։ Իդեպ անընդհատ խոսում է ճնշումներից, բռնություններից եւ իդեպ կանդած այդ հայտնի Արթուր Ավանեսյանը, որին կալանավորել են արդեն, նրա մասին էլ ասել էր, որ այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Ես ուզում եմ հիշեցնել մարտի 1-յան դեպքերը, երբ մարտի 1-յան դեպքերից հետո հենց նույն իր եղբայրը Կարեն Կարապետյանը քվեարկեց, որպեսզի ոչ մի բան չարած ազատամարտիկներ, լեգենդար հրամանատարներ Սասուն Միքայելյանը, Միասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը եւ նաեւ Խաչատուր Սուքիասյանը անձեռնմխելիությունից զրկվեն եւ կալանավորվեն։ Հիմա որ ժամանակներում էր այդ բռնությունը եւ թիրախավորումը։ Դե արդեն ավելորդ է ասել, ուղղակի, այսինքն ինքնին հասկանալի բան է, բայց իրենք ուրիշ բան չգիտեն, բայց իրենք նաեւ հանձնարարություն են կատարում։ Դա պետք է մենք նկատի ունենանք, այդ հայրենասեր ասածներ իր իդեալը Բակո Սահակյանն է։ Այն ովքեր որ Արցախ հանձնեցին, սրանք հակահայաստան շերտն են։ Այն շերտն են, որոնք ռուսկե պատրիոտ են, Ռուսաստանի հայրենասերներն են։ Ինչ կապ ունեն մեր ժողովրդի հետ, մեր պետության հետ։ Այդ որ այստեղ էս ունեն, բիզնես է անում, կարող է ձերի արել։ Մենք չգիտենք մինչև այս աղմուկ աղաղակը լիներ, թե այդ պիցցանոցներում, պիցցատաշիրանոցներում ինչ էին կատարվում։ Մտեք տեսեք կանայք, երեխեքը ինչ բանով են աշխատում, ինչպես են վարձատրվում եւ այլն։ Հիմա կարող է լավացնել են այս աղմուկի մեջ։ Հեծ բան եւ այլն։ Ամենից պիտի չոր լինել, ասեմ ինչու։ Չորը հետևյալ խոսքը օրենքի մասին է, բայց օրենքները խստագույնս պիտի կիրառվեն։ Մենք գնում ենք ընտրաբանի ծանրագույն որոշում կայացնելու ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը մնալու է թե չէ, անկախ լինելու է թե չէ, թե պիտի վերադառնա ռուսական ճահիճ։ Այս է հարցը։ Իրենք երկրորդ հարցն են լուծում, որտեղ նաև իրենց հարցն է։ Բարձ է չէ, որ ժողովրդավարական Հայաստանում իրենք այլևս տեղ չունեն, բացի նորմալ բիզնես անելը։ Իսկ բիզնեսի առումով ես ասեմ հետևյալ, ինչքան որ ես եմ տեղեկացված, հակառակը բիզնեսը մանանմիջինը եւ այլն օրենքից բանի խնդիրներ չունեն, հիմա չունեն, առաջ շատ են ունեցել, այդ բոլորը հասկանալի է։ Բիզնեսն ազատ չի, քրեական օլիգարխիա բիզնեսն ազատ չի, բայց դա էլ ազատ
հաստատի հարցը չի, ամեն մեկը 40 հատ հարց ունի, որ դատարան ուզում, երբ ուզում կանչում են։ Թող մեկը ասի, որ ես իմ հորը աշխատանքով է, այս բոլորը ստեղծվել, ճիշտ չի։ Այս Մարգոս Աղալիմյանի տղեկն են, էլ երեխեքն են։ Ոնց ասես, պիտի հստակ լինի եւ այս անգամ պիտի կարգախոս լինի, ես ասում եմ, օլիգարխիան խորհրդարան չպիտի ասնի, մանրադրսահապատակը, ու վերջ։ Եվ նաև ինչպես վարչապետն է նշում, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, նրանց տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, բայց Սամվել Կարապետյանը վստահ է, որ ինքն է հաղթելու եւ այս մյուս երկուսը գալու են իրեն աջակցելու են։ Դա գիտեք ոնց է, այդ վերջնական լուծումը կլինի այդ գործընթացի արդյունքով եւ դրանց թե ինչ դոգոսներ բաներ կհայտնվեն բանում։ Երեքն էլ նույնն են, ինչ տարբերություն, որ մեկն է լավը։ Քոչարյանն է լինելու թե այն մեկ, ոչ նշանակություն չունի։ Բոլորը իրականացնեն Ռուսաստանի քաղաքականությունը եւ ինչ Պուտինն ասի անելու են, կամ Պուտինի հարցն չի, Կիրիենկոն, կամ Մարիա Զախարովան ինչ ուզի էլ անելու են։ Գումարած որ երկիր անկախությունը կորցնելու է, բայց հաջորդ այն նվիրյալները պետք է իմանան ճակերտավոր։ Հաջորդ օրը զորակ եթե իրենք լինեն, որ ես չեմ հավատում, բայց դարբերակն ասենք, հաջորդ օրը լինելու է զորակոչ, Ռուսաստանը մեռած վիճակում է, եւ հայ երիտասարդություն պետք է ուղարկվի ուկրաինական ճակատ, 100% Հայաստանից, բայց իրենց տեղեկ չեն գնալու, են գնալու են Կադիրովի նման, էլ այդ բաներ իրենք են տանելու, բայց չի տա, պետք է հասկանալ եւ վերջացնել այս խեղկատակությունը։ Սամվել Կարապետյանը նաև խոսել է երաշխավորների մասին, ասել է, որ եթե գան, մենք վարելու ենք արժանապատիվ ճիշտ բանակցություններ, բերելու ենք գերտերությունների երաշխավորությունը, ես վստահ եմ Հայաստանի նման պետությունը չունենալով լուրջ երաշխավորություն դառնալու ենք գործիք Ալիևի ձեռքերում։ Այսինքն այս մարդիկ նաև Քոչարյանը չեն կարողանում մեր երկիրը պատկերացնել որպես ինքնիշխան պետություն եւ չեն կարող։ Անդադ երաշխավորություն։ Հիմա եթե բերվելու են ամերիկացիք եկել է, դուք ինչ գործ ունեք, դուք ով եք այդտեղ։ Իրենք բայց այն ուրիշ հարց է։ Հարցը թե Չինաստան բան որ խոսում են Պակիստանը, կարող Զանզիբար, բոլոր Ռուսաստան նկատի ունեն։ Հեն մի Գյումրիում երկի վերաբերյալ, որ մեկը նվագում է Եռնանուշը, վերջը մեկը ջղայնանում, ասում է տղա մի հատ էլ ուրիշ բան նվագել, ասում է ինչ անեմ, չալամ, Եռնանուշն է դուրս գալամ։ Սրանք Ռուսաստանի հպատակներն են, ռսահպատակ, խոլոպներ ռուսական։ Եվ վերջացավ, մնացածը ում ասես կբերեն, հիշում եք, չէ, Հայաստանը պետք է Իրանի դաշնակիցը դառնար, ուրեմն Չինաստանինը դառնար, Պակիստանինը, իրենց ուրեմն միջնորդներ պետք է լինի այն, Հյուսիսային Կորեան եւ այլն։ Հիմա բայց խնդիրը ինչն է, ով ուզում է լինի հանկարծ չլինեն Հայաստանի բարեկամ պետությունները, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Հնդկաստան եւ այլն, սփորացավերը, գլխավորը Ռուսաստանը լինի դերակատար, իրենց կապիտալն է ծաղկի այնտեղ։ Բայց երևի կարելի է մտածել Պուտինը սրանց փողերը վերցրել պրծել է երևի խաբար չի։ Ոնց որ բան Ռուբենին արեցին։ Վարդանյան Ռուբենին։ Մի հայտարարություն էլ է արել Սամվել Կարապետյանը իրենց նկատի ունենալով, որ գալիս են արդեն հարստացած մարդիկ՝ ի տարբերություն ներկա իշխանությունների, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները։ Նա մի անգամ էլ էր այսպիսի հայտարարություն արել, ըստ էս հանցակազմ չի պարունակում, այսինքն եթե դուք ունեք տվյալներ, որ բյուջեն իշխանությունը լցնում է գրպանները, իրավապահներին թող դիմեն։ Այն բան կա էլի, որ ասում է դու էլ ասա, հիմա ասում է մարդը, իր համար ասում է, հետաքրքիրն են չէ, օրինակ չէ օլիգարխ է, եթե օլիգարխ է մեծ տնտեսատերը եւ այլն։ Մի տնտեսությունից չի խոսում, մի կարգի բան ասի, 300 բան, 300,000 աշխատատեղ, կողեր 8 հորդ է բերելու, խոզը ցգնելու է, ասենք մի 40 գոջի է ունենալու։ Այս մակարդակից չեն ասում, բայց դուք տնտեսության վերաբերյալ ասի լիբերալ է, սոցիալիստ ինչ է, ինքը ինչ տնտեսական զարգացման մոդել է առաջարկում, ինչ ճանապարհ է ցույց տալիս։ Պարզվում է խումարն էլ է էլի, տվել է առել է ռուսական փող էլ ինչ ասեմ, ռուսական իրականություն։ Տնտեսական զարգացումից խոսեցինք, դժգոհել էր հեցի ներկայիս կառավարումից, բայց տարիներ շարունակ տեսել ենք իրենց կառավարումը։ Դժգոհի ամեն ինչի դժգոհ է։ Նա ինձ թվում է հալյուցանցիան
մեքենայի մեջ է գիշերներ անգնում, վստահ եմ։ Երևի այնտեղ Կրեմլից էլ ասում են, լսի, այսօր հարցը չլուծես, վաղը չկաս։ Հաստատ այդ ձև է։ Վարչապետը այսօր մի քանի անգամ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վստահ չէ, որ Սամվել Կարապետյանը հասկանում է, թե ինչ է խոսում, դուք ինչ կարծիք եք։ Ուղարկում չեմ անում, ես իր ինտելեկտին ծանոթ չեմ, որպես կանոն, եթե գումարները նկատի ունենանք, մենք գիտենք, որ այդ գումարները Ռուսաստանում գաղտնի ծառայությունների վերահսկողությամբ քրեական տարրերն են հավաքում, իրագործելած է հիմա քրեական է թե չէ, փոկապը կապում է, գալիս կանգնում նստում են եւ այլն, բայց իրականությունը բոլորին ուրիշ բան է։ Այնպես որ ինչու՞ պետք է ռուսներից տարբեր լինի, ինչու՞ պետք է ռուսական կապիտալից տարբեր լինի։ Այդպեսին է, այնպես որ դեմքին նայում ես, խեղճում ես, ես մարդ հիմա ասում է, այդ նայեց այդ դեմքին, ես ինչ գործ ունես, Պուտինը վերեց, ես ինչ բանի մեջ քցեցից, հապա ռուսական փող ուտել է տենց է, գնացել է եկցես համար կայֆ է, պատասխան են տալիս։ Այ երբ լսում ենք Սամվել Կարապետյանին, տպավորություն է, որ ինքը խոսում է Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակների մասին, ամեն ինչում մեղադրում, ամեն ինչ իբրև թե վատ է մեր երկրում, բա իրենց ժամանակ ինչով էին զբաղված, հա, գոնե եղբայրը եղել է շատ բարձր պաշտոններ։ Ուրեմն ասեմ ձեզ այսպեսի մի բան։ Անցած տարի ես ամեն տարի գիտեք, որ Հայաստանի տարբեր շրջաններ այցելում եմ, չգիտեմ ինչու ես Տաշիր միշտ եմ գնում, միշտ եմ Ստեփանավան Տաշիր այդ հատվածը, մինչև նախկին Շահնազար գյուղը եւ քաղաքով։ Ուրեմն երկու սրանց օրերին փոսերը մեքենա գնալ հնարավոր չէր։ Գոլտող 100% է։ Ուրեմն բանից Երևանից դուրս ես գալիս մինչև այդ Շահնազար գյուղը մի փոս չկա, հաշվել եմ, մի փոս որ մեքենան անգնի, ասեմ, ես ինչ բան են արել։ Հիմա ինքը միլիարդատեր է, երևի իր փողերով է սարքել այդ ջամփեքը։ Հասկանում եք ոնց է։ Ես բայց խոսում են ինչ են ասում, լեզվի տակ ոսկոր չկա, բայց իրենք դրանից ենքոն պատասխանատվություն էլ չունեն որպես հայ մարդ։ Ինչ եք ուզում ես երկրից, դուք ով եք։ Ինչ կապ ունեք այս ժողովրդի երկրի հետ։ Ուրեմն այդ բիզնեսը այն մեկը նայում եք։ Այն օրը նայում եմ ցույց են տալիս աշխատասեղանը։ Մի հատ Նապոլեոնի կաղնի սեղանը դրած է։ Բայց դուք գիրք եք կարդում, բակերը թափած, շարած։ Գիտենք արկել մեվել է իրենց լեզվով ասած եւ հիմա ինչ ասես, դժվար է, դրա համար իշխանությունը ինչի չի ձերբակալել, մինչև հիմա ինչ են անում։ Սրանք պատասխան պետք է տային, ինչու են պետական պահպանության տակ եւ ինչու մինչև հիմա չեն նստել են խցերում, որտեղ կա։ Իդեպ դուք հավատում եք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան այդ հակամարտությանը, Քոչարյանը դժգոհում է, գոհ չէ իր իրավահաջորդից, Սարգսյանն ասում է վաղուց է լսել այդ մասին։ Դե չի ասում, բայց ինչ է լսել։ Կարող է քրֆել է, կարող է գովել է։ Բայց հարցը դա չի, գիտեք ինչու։ Հիմա կարող են իրարից դժգոհ լինեն, գոհ լինեն, որովհետև իրենք պետական բիզնեսի մեջ են եղել Հայաստանը կողոպտելու գործ իրենք են կազմակերպել, մեկին շատ է հասել, դες այս ժամանակ բան չէր մնացել երևի, նախկինի ենթադրենք։ Բայց այստեղ դա ոչ մի նշանակություն չունի իրենց ազնական հարաբերությունն ինչպիսին է։ Իրենք քրեական օլիգարխիայի գլխավոր դերակատարներ են, իրենք պատերազմում մեր պարտության հիմնական պատասխանատուներ եւ դերակատարներ են, իրենք նաեւ պատասխանատու են Մարիա Զախարովային։ Հիմա վերջում ինչ կլինի։ Զախարովան կասի իրար այդ լավ է կլավանան, կասի վատ է կվատանան, իրեկով են այդ հարցը չկան։ Այնպես որ իսկ անձնական հարցերը դա իրենց թող գնան իրենց տները որոշեն։ Երկուսն Արցախից են, մի թաղամաս գնան իրար այդ ռազմոր կանեն։ Խոսանք նաև հիբրիդային պատերազմների մասին, դուք եւս մասնակցելու եք ընտրություններին, արդեն հայտը ներկայացրել եք, դուք եւս թիրախիտակ եք հայտնվում իշխանությունները, ամենատարբեր ուժեր, ոնց պայքարել սրա դեմ։ Գիտեք, օրենքի խստագույն կիրառությունով մեկ, երկրորդը բացատրական աշխատանք պետք է արվի, երրորդն էլ ասեմ ծրագրեր պետք է ներկայացվեն, այսինքն ինչ են առաջարկում։ Մենք ես գիտեմ տնտեսության մեջ, քաղաքականության մեջ ինչ ենք առաջարկում եւ ինչ լուծումներ ենք առաջարկում, ինչ դաշինքներ ենք առաջարկում, որ պետությունները ինչպես իրենք բացի Ռուսաստան ոչ մի բան չգիտեն էլի Չարլեմեն Յանանուշն է դուրս գալիս ուրիշ բան գալը էդ է մնացածը ասեմ ժողովրդին էլ պիտի չնայած ժողովրդի վրա շարը գցելը կներեք բարի համար այնքան էլ ճիշտ չէ մարդու խելքը գլուխը խելք է մնում են գոռում են ճճում են բանանում
պիտի բոլոր դեպքերում մոբիլիզացվենք եւ խնդիրը մեկը լինի Հայաստանում օլիգարխիան խորհրդարան չպիտի մտնի ու վերջ օրենքով կլինի ընդրությունով կլինի ընդրությունով չլինի ռուսական օլիգարխիան Հայաստան խորհրդարան չպիտի մտնի եւ ընդհանրապես օլիգարխիան քաղաքականությունից դուրս կա օլիգարխիան քաղաքականությունից դուրս կա օրինակներ կան եւ վերջ Այդտեղում եվրոպական երկրների օրինակ բոլոր որևէ երկիր դեմոկրատական ընթացակարգը չի կարողացել բահել եթե այն deep state-ն են խորքի պետությունն են մաֆիոզներն են այդ ձեր ասած տարրերն են բացառված է դրա համար այս անգամ մենք պետք է դնենք եղբայր մենք պետություն դառնալու ենք թե չէ իսկական դառնալու ենք աշխարհում այսպեսի դեպք չի եղել մեր պատմության մեջ հազվագյուտ է Միացյալ Նահանգներ Ֆրանսիա չեն այս դրանք քաղաքակրթությունից ցարսափում են այն Գալստակյան կար չի ասում են մեր ազգային մենթալիտետ է այդ նկատի ուներ խաշը խորովածը ուտել խմելը գծելը մեծելը մեր ազգային մենթալիտետ դա չի մեր ազգային մենթալիտետ այս պետությունների հետ հարաբերության մեջ է եւ պետք է հարցը լուծենք մենք որ տրամադրված ենք Նաև այսպես, քանի ուշ չի, սրանք ինչու են պետական պահպանության տակ, ես չեմ հասկանում, Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան ինչու են պետական պահպանության տակ, ինչի համար, ինչի են ապրում պետության հաշվին, ինչի համար, ինչի, որ լավության համար, որ պետության ու ժողովրդին, բաց չի, հարցը փակելն է, Քպեն ունի մեծամասնություն, քանի օրերը կա, նիստ արեք, բոլորին հավաքեք, մի գիշեր վերջանակնա Հիմա կասեն դուք թիրախավորում եք նրանց։ Ինչ, բա եթե օրենքի գիրառության պահանջ է, ուրեմն թիրախավորում է։ Դե ընդդիմադիրները միշտ առիթ Դե ընդդիմադիր չէ, ռևանշիստ են։ Ես ընդդիմադիրներին չեմ ասում, ռևանշիստներին ռուսական սեգմենտից եմ ասում։ Ընդդիմադիր ո՞ր է։ Ընդդիմադիրը մենք ենք, էլի։ Այս որ քանի տարի էս պետության բեռը տանում ենք։ Զբեք ոնց է։ Ինչ թիրախավորելը ո՞րն է, եթե մեկին ասում են, ես ինչ ես, ուրեմն ինքը հետ է թիրախավորում է, բա թիրախավորում պետք չի։ Բա ինչ է, օդի մեջ ասենք, դե գնացեք բիձին աշվիլի ձերբակալեք, չեմ թիրախավորում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար